Գտնում ենք հարմար մի տեղ, որպեսզի մեզ համար առաջիկա րոպեների ընթացքում լինի անաղմուկ, որպեսզի դուք կարողանաք ձեզ թույլ տալ լինել մենակ և խորասուզվել մտքերի և զգացողությունների մեջ։ Նստում ենք ուղիղ մեջքով, գլխով ձգվում ենք վերև, ուղղում ենք ողնաշարը, կարող ենք հենվել, որպեսզի կարողանանք երկար ժամանակ նստած մնալ և կարողանանք ամենակարևորը ողնաշարը պահել ուղիղ, որպեսզի էներգիան ողնաշարով հոսի դեպի վերև։ Փակում ենք աչքերը և ուշադրությունը գնում է դեպի շնչառություն։ Ներքին մտապատկերով հետևում ենք, թե ինչպես է շունչը բնականon կերպով կատարվում մեր ներսում։ Ինչպես ենք հանգիստ շնչում և արտաշնչում։ Սկսում ենք գլխի գագաթից մինչև ոտքեր, հետևել, թե ինչպիսի զգացողություն կա մարմնի մեջ։ Որտեղ է հանգիստ, որտեղ ունեք գուցե ցավի զգացողություն, կծկվածություն։ Ուշադիր հետևեք ձեր ամբողջ մարմնին, որպեսզի հասկանանք, թե որտեղ է թաքնված խնդիրը։ Սկսում ենք շնչառությունը կարգավորել։ Վերցնում ենք շունչ դանդաղ, շունչը լցվում է սկզբի հատվածում որովայնի մեջ, փորի մեջ, հետո բարձրանում է դեպի կուրծք, հետո դեպի ուսեր և դանդաղ արտաշնչում ենք։ Ուսերից իջնում է կրծքավանդակից, հետո ամենավերջում դատարկում ենք օդը փորի միջից։ Շնչում ենք այսպես, շունչ, լցնում ենք թարմ թթվածինը մեր օրգանիզմի մեջ և սկսում ենք թուլացնել մարմինը։ Արտաշնչի հետ թուլացնում ենք գլխամաշկը, կարծես արևի ճառագայթը ընկնում է մեր գլխի վրա և մեր մազածածկույթը սկսում է հալվել ու հանգստանալ։ Խորը շնչում ենք, արտաշնչի հետ ճակատի մկաններն են թուլանում, հոնքերը, փակ աչքերի հետևից զգում ենք, թե ինչպես են մեր աչքերը հանգստանում, շունչ, արտաշնչի հետ թուլացնում ենք այտի մկանները, շրթունքները, լեզուն։ Ծնոտը թույլ է, նորից շունչ, արտաշնչի հետ վզի մկաններն ենք հանգստացնում և կարծես տաք օդը վերևից իջնելով թուլացնում է ամբողջ օրգանիզմը, ուսերը և այդ տաք հոսանքը, արևի ճառագայթը կամ տաք ջուրը, որը հոսում է, գլխից իջնում է ուսերից ներքև, դեպի դաստակներ, ձեռքեր, ձեռքերը թուլացել են։ Նորից շունչ, արտաշնչի հետ սկսում ենք կրծքավանդակը թուլացնել, սրտի հատվածը զգում ենք սրտի զարկերը, ինչպես է օդը լցվում թոքերի մեջ, խորը արտաշնչի ժամանակ թուլացնում ենք փորի մկանները, կոնքը, ներքին օրգանների հատվածում, եթե կա կծկվածության զգացողություն, ամեն անգամ արտաշնչի հետ թուլացնում ենք ներքին օրգանները, հետո տաք օդը էներգիայի նման հալեցնելով և հանգստացնելով մեր ամբողջ օրգանիզմը, իջնում է ներքև, կոնքից իջնում է դեպի ծնկներ, դեպի ոտքեր, իջնում է մինչև ոտնաթաթեր և ամբողջ օրգանիզմը թուլացած է։ Խորը շնչում, արտաշնչում ենք և մեզ թույլ ենք տալիս լինել
ազատ։ Շունչ, արտաշունչ, կարծես թարմոտ թթվածին է լցվում է ձեր ներսում և ամեն անգամ դուք նորացնի նման լցվում եք էներգիայով և բաց եք թողնում լարվածություն և օրգանիզմը սկսում է հանգստանալ։ Հիմա ես ձեզ խնդրում եմ մտովի գնալ դեպի հիշողության խորքեր և պատասխանել մի քանի հարցի, բայց պատասխանել ոչ թե գիտակցությունով, այլ թույլ տվեք, որ ամբողջ էությունը, ենթագիտակցությունը պատասխանի ձեր հարցերին։ Թույլ տվեք լինել անկեղծ։ Թույլ տվեք, որ հոգին լինի ազատ և անկեղծ։ Ինչն է, որ ձեզ վիրավորել է այնքան, որ ամեն անգամ այդ մասին լսելիս կոկորդը սկսում է կծկվել։ Կարծես փշալարերը կոկորդի մեջ լինեն և չեք կարողանում կուլ տալ այն, ինչ կատարվեց ձեզ հետ։ Վերապրեք, խնդրում եմ այդ ակնթարթները նորից։ Ինչ զգացողություն կա մարմնի մեջ, թույլ տվեք, որ մարմինը դառնա այն պրոյեկցիան, որի միջոցով դուրս պետք է հանեք կուտակված ցավը։ Զգացեք մարմնում ինչ է կատարվում, դարձեք մարմնի ընկերը, լսեք մարմնի լեզուն, որպեսզի եթե նա կարողանա ձեզ պատասխանել, դուք ավելի արագ կհարցնեք ձեր հոգու խնդիրների լուծման։ Շունչ, արտաշնչի հետ խնդրում եմ հիշեք այն զայրույթի զգացողությունը, որ չեք կարողացել դուրս տալ և կուտակված մնացել է ձեր ներսում, որը չեք մարսել, որ ամեն անգամ հիշելիս ձեր ներսում կարծես փոթորիկ է սկսվում, կայծակ է սկսվում, ամբողջ էությունը խառնվում է։ Գնահատական չենք տալիս, չենք փորձում լցվել չարությամբ, պարզապես հիշում ենք այդ զգացողությունը, որպեսզի հասկանանք, թե մարմնի որ հատվածում ինչ զգացողություն կա։ Ուշադրությունը մեր մարմնի վրա է, վերհիշում ենք այդ պահը և թույլ տալիս, որ մարմինը խոսի այդ ցավի մասին։ Եվս մեկ անգամ շունչ, արտաշունչ։ Հիշում եք զգացողություն, երբ ձեզ զգացել եք նվաստացած, ոչնչացրած, գուցե նաև դավաճանված, երբ ձեզ փորձել են ճնշել, երբ ձեզ փոխել են մեկ ուրիշի հետ, երբ դուք ձեզ զգացել եք կարծես փոքրացած, սրտի հատվածում ինչ զգացողություններ կան այդ պահը հիշելիս, գուցե լինի մռմռոցի զգացողություն, ճնշվածության զգացողություն, ողնաշարի և ուսերի մեջ գուցե լինի կծկվածություն, փոքրանալ։ Վերապրեք, խնդրում եմ այդ պահը։ Չենք մնում զգացողությունների մեջ, ընդհակառակը, ապրում ենք զգացողությունը և թույլ ենք տալիս, որ մարմնի միջից ամբողջովին դուրս գա այդ զգացողությունը։ Շունչ, արտաշունչ։ Հիմա մտովի մենք մեզ պատկերացնում ենք, թե ինչպես ենք քայլում դեպի
որևէ ջրվեժ, գետակ, հոսող ջուր, այն ինչ որ կտա ձեր երևակայությունը։ Հիմա պատկերացնում ենք, թե ինչպես են մեր ոտքերը մտնում այդ ջրի մեջ, ինչպես է մեր մարմինը կամաց ծածկվում այդ բնական էներգիայով լեցուն, բնության առատ տեսարանը, տեսեք ձեր շուրջ բոլորը, լսեք ձայները, զգացեք արևը, զգացեք ջրի սառնությունն ու թարմությունը և ինչպես է ձեր ամբողջ օրգանիզմը մտնում այդ ջրի մեջ և կարծես անոթ լինեք, որի մեջ լցվում է այդ բնական հրաշքը, հոսող ջուրը։ Սկսում ենք լողալ այդ ջրի մեջ և հիմա թույլ տվեք, որպեսզի օրգանիզմի մեջ ինչ ցավ կծկում որ զգացել եք, այդ զգացողությունները կարծես սկսում են լվացվել այս ջրի մեջ։ Մարմնի որ հատվածում կծկվող վատ զգացողություն որ ունեցել եք, հիմա սկսեք լողալ այդ ջրի մեջ և թույլ տվեք, որ այդ զգացողությունը գնա զայրույթը բաց թողեք, վիրավորանքը բաց թողեք, ներեք, եթե ձեզ վիրավորել են ներեք, դավաճանել են ներեք, բաց թողեք, լվացեք ձեր հոգին ու մարմինը ձեզ խանգարող բացասական էմոցիաներից։ Կարող եք նույնիսկ մտովի պատկերացնել, թե ինչպես եք գնում և շատրվանի տակ ինչպես կամ ջրվեժ կամ շատր, հոսող ջուր, ցանկալի է որ լինի ջրվեժը, պատկերացնեք այդ ջուրը ինչպես է հոսելով ձեր ներսը մաքրում և տանում, բաց թողեք, ոչ մի բան թող չմնա ձեր օրգանիզմի մեջ կուտակված։ Ամեն անգամ շնչում, արտաշնչում ենք և լվացվում բնական հրաշքով։ Մտովի պատկերացնում եք ինչպես ենք պառկած խոտերի մեջ։ Ձեր հոգին խաղաղ, ինչպես մանուկ, ինչպես նորածինը։ Երեխա, ով որ ճանաչում է իր հոգին, ով որ անկեղծ է, ում սիրտը բաց է, ով կարողանում է արտահայտել իր սերը, կարողանում է արտահայտել իր զգացողությունները։ Հիմա անկեղծորեն պատասխանեք։ Ինչ եք ուզում ամենից շատ, ինչ եք ուզում անել, ինչին է ձգտում ձեր հոգին, երեխայի անկեղծությամբ, ինչպես երեխան ուզում է մի բան, նա ձգտում է դրան, ինչին է ձգտում ձեր հոգին։ Եթե ձեր ներսում կարթնանան մտքեր, զգացողություններ, որ դա միևնույն է չի լինելու, եթե ձեր ներսում սկսում է ձեր ուղեղը կառավարել զգացողություններին, նույնիսկ մտովի ասեք, եթե ինձ թույլ տան ամեն ինչ և ես կարողանամ կատարել իմ ցանկությունները և գնացեք այդ թեկուզ այդ համոզեք ձեզ երեխայի նման, որ սա կախարդական տարածք է, որ սա հեքիաթ է, որտեղ դուք մանուկ եք, ում կարելի է գնալ իր ցանկության հետևից։ Եվ հետևեք ձեր զգացողություններին, ինչպես են դրանք արտահայտվում մարմնի մեջ։ Երբ դուք մտովի պատկերացնում եք այն, ինչ որ պետք է անեք, ինչ որ ուզում եք, ինչ զգացողություն է արթնանում մարմնի մեջ, վերապրեք այդ զգացողությունը։ Ավելի ազատ, ավելի անկեղծ, ձեր հոգին տիեզերքի չափ խոշոր զգացեք և թույլ տվեք, որ այդ հրաշքը կատարվի ձեր հոգու մեջ։ Եվ հիմա պատկերացնում ենք, որ այս զգացողություն ունենալու համար
ինչից եք ուզում ազատվել, ինչն եք ուզում դեն նետել, եթե մարդկային փոխհարաբերություններ են, եթե դա ինչ-որ սիտուացիա է, եթե դա դեպք է, ինչից եք ուզում ազատվել ձեր կյանքում, առանց խառնաշփոթի, կռվի, վիրավորանքի, ինչից կուզեիք ազատվել, դեն նետել, գցել և չմոռանալ, և մոռանալ էլ չհիշել այդ մասին։ Անկեղծ պատասխանեք և հավատացեք, որ եթե դուք պատկերացնեք, որ դա հեշտ է լինելու, դա հեշտ է լինելու է, բայց եթե դուք գիտեք, որ դա խնդրահարույց է և միևնույն է չի ստացվելու, դուք սահմանափակում եք ձեր ուղեղով ձեր ենթագիտակցության աշխատանքին։ Հետսետե սկսում ենք բացել մեր աչքերը, վերադառնալ ռեալ իրականություն, վերցնել թուղթ ու գրիչ և արդեն մեծահասակի նման գիտակցորեն նստել և գրել, ինչն է ձեզ խանգարում ապրել հանգիստ և խաղաղ, ինչն է, որ ավելորդ կերպով պահում եք ձեր մեջ, որը վնասում է միայն ձեզ ուրիշ ոչ մեկին, ինչ հարաբերություններից և մարդկանցից վերջնականապես կուզեք ազատվել անկեղծորեն, եթե նույնիսկ այս պահին հանգամանքները ձեզ թույլ չեն տալու դա անել, դուք ձեր ուղեղին ինֆորմացիա տվեք, որ ես հասկացել եմ, որ սա ինձ պետք չէ, որևէ ժամանակ կգա, ես պատրաստ կլինեմ և դա կանեմ։ Երեխայի նման համոզեք ձեր ենթագիտակցությանը։ Գրեք նաև այն բացասական էմոցիաները, որոնցից կուզեիք ազատվել։ Եվ հաջորդ քայլը, որ պետք է անենք, այն ինչին, որ ենթագիտակցության միջոցով հասկացաք, որ հոգին ձգտում է, դրան հասնելու համար ինչ պետք է անեք։ Գուցե այստեղ գիտակցության միջոցով դուք կարողանաք ձեզ համար գործողությունների պլան մշակել, հասկանալ ինչ քայլ կարող եք անել, եթե նույնիսկ դա շատ հեռու է, ինչ կարող ենք այսօր ձեռնարկել, թեկուզ հեռվից մի քայլ մոտենալու, եթե նույնիսկ մոտենալ չեք կարող, ինչպես կարող եմ դառնալ և նայել իմ երազանքի ցանկության ուղղությամբ։ Ամենակարևորը մենք մեզ թույլ տանք լինել անկեղծ, ազատվել ավելորդություններից, հասկանալ ինչին է ձգտում մեր հոգին և հասուն գիտակցությամբ քայլ առ քայլ գնանք այդ ցանկության իրականացման։